Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40,490-ով, հասնելով 782,100-ի, իսկ աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս պահին առկա տվյալներով աճել է 4,1%-ով։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները հանրապետության ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասենձյանը։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, եւ Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ի անդամակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։ Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում 2024 թվականին արձանագրվել է աշխարհի ամենացածր գնաճի մակարդակներից մեկը՝ 0,3%։ Այս ցուցանիշով Հայաստանը գտնվել է ամենաստաբիլ գնաճ ունեցող երկրների շարքում։ Հայաստանից փոքր-ինչ բարձր գնաճ է արձանագրվել Վրաստանում 1,1% եւ Ադրբեջանում 2,2%։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 599,8 միլիարդ դրամ, ինչը 18,5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս նվազումը պայմանավորված է հիմնականում թանկարժեք մետաղների եւ քարերի արտահանման կտրուկ անկումով։ Նախնական գնահատականներով այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 9%։ Աճին զգալի նպաստել են հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն եւ կապ, գիտական եւ տեխնիկական գործունեություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, տրանսպորտ եւ պահեստավորում ու շինարարություն։ Արտադրական արդյունաբերության մեջ անկման միտում է նկատվել։ Գերմանիայի տնտեսությունը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել է 0,2%-ով նախորդ տարվա 4-րդ եռամսյակի համեմատ։ Սա սպառման եւ ներդրումների շնորհիվ է, սակայն երկրի տնտեսությունը շարունակում է անկում ապրել տարեկան կտրվածքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կառավարությունը վատթարացրել է 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, այն հասցնելով 0-ի։ Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ը այս տարվա առաջին եռամսյակում իր զուտ շահույթը կրճատել է 1,7 անգամ, եկամուտը 7%-ով։ Երկու ցուցանիշներն էլ ավելի վատ են, քան շուկայական կանխատեսումները։ Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 1,73 միլիարդ եվրո, եռամսյակային եկամուտը 33,2 միլիարդ եվրո։ Ընկերությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգների ներմուծման մաքսատուրքերի եւ այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցառումների շուրջ բարձր անորոշության պատճառով ընկերությունը չի կարող հուսալի կանխատեսումներ տրամադրել ընթացիկ տարվա մնացած մասի համար։ Կոմեքս բորսայում ոսկու ֆյուչերսների գինը ապրիլի 15-ից ի վեր առաջին անգամ իջել է 1 տրոյական ունցյան $3,250-ից։ Ոսկու գինը նվազել է 2,1%-ով 1 ունցիայի դիմաց կազմելով $3,247։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում Ուկրաինայի վերակառուցման նպատակով։ Համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները ստանում է արտոնյալ հնարավորություններ օգտվելու Ուկրաինայի բնական հարստություններից, ներառյալ հազվագյուտ մետաղները, լիթիումը, տիտանը եւ այլ արժեքավոր ռեսուրսներ, որոնք կարեւոր են ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի եւ պաշտպանական արդյունաբերության համար։ Այս տնտեսական գործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին համատեղ աշխատել, նպաստելով, որ մեր համատեղ ակտիվները, տաղանդը եւ կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։ Մենք կշարունակենք աշխատել ծրագրի կառավարման եղանակի վերջնական հաստատման եւ այս կարևոր գործընկերության զարգացման ուղղությամբ։ Համաձայնագրի շրջանակներում ստեղծվող համատեղ ներդրումային հիմնադրամը նախատեսում է ուղղել ստացված շահույթը Ուկրաինայի վերակառուցման նախագծերին առանց հարկման, ինչը կխթանի նաեւ ներդրումները։ Ուկրաինան որևէ պարտք չի վերցնում, մենք ներգրավում ենք արտասահմանյան ներդրումներ առանց պետական երաշխիքների։ Շնորհակալություն նախագահներին ձեր առաջնորդության համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են համաձայնագրի համար եւ այն ավելի իմաստալից են դարձրել։ Այս փաստաթուղթը կարող է ապահովել երկու երկրների հաջողությունը։
Այս համաձայնագիրը նաև կարևոր քայլ է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին, քանի որ այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը եւ Եվրամիության անդամակցության պահանջներին։ ԱՄՆ-Ուկրաինա հանքային համաձայնագիրը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևորություն ունի։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու վերջ դնել այս դաժան եւ անիմաստ պատերազմին։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինան։ Ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը հաստատում է կողմերի շահերի համընկնումը տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական ոլորտներում։ Գործակցության իրական արդյունքները, սակայն կերևան առաջիկա ամիսներին, երբ սկսվեն ներդրումային ծրագրերը եւ հստակեցվեն դրանց շրջանակները։ Կողմերը պահպանում են ակտիվ կապ, սակայն ներքաղաքական արձագանքները, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Կիևում, կարող են ազդել համաձայնագրի կիրառման ընթացքի վրա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրը։ Այն միտված է համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի եւ հասանելիության բարելավմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության համայնքներում առողջապահական, կրթական եւ մշակութային կառույցների, դպրոցների, մանկապարտեզների, ջրագծերի եւ այլ օբյեկտների հիմնանորոգմանը։